Բարև ձեզ, ով է ձեր վարչապետի թեկնածուն։ Փաշինյանին ո՞վ։ Որտեղ լավ մարդ է։ Վարչապետ թեկնածուն Փաշինյանն է։ Փաշինյանը, մենակ Փաշինյան, ուրիշ ոչ մեկը, որտեղ իրանք աշխատում են։ Իրանք աշխատում են, երկիրը թալանած երկիրը ոտի են հանում։ Ամենակարևորը դա է։ Իսկ հավատում եք խաղաղությանը։ Անպայման։ Դա պետք է Առանց խաղաղության կյանք չկա։ անպայման։ Եթե դա չլինի, պետք չի մեր ապրելը։ Նիկոլ Փաշինյանին։ Ես հավանում եմ իր կառավարման ձևը, դրա համար նրան եմ ընտրել։ Վարչապետի։ Ներկայիս վարչապետին։ Որտեղ իր աշխատանքը լավ է երևում, արկա աշխատանքով իր դրվածքով վերջ փոփոխություններ կան։ Կենսաթոշակները ընդհանուր առմամբ բազային կենսաթոշակը շատ ցածր էր, 10,000 դրամով բարձրացնելը դա առանձնապես որակական մեծ փոփոխություն չի տա, բայց կենսաթոշակահարների համար դա բավականին թիվ է 10,000 դրամը։ Դե արկա ինչ կա, դա ենք տեսնում, մենք հիմա հայրը սկսել ենք ոչինչի չհավատալ, բայց արկա ինչ որ կա 1 տարի արդեն լուրջ խաղաղություն է մեզ մոտ, այնպես որ հիմա տենց համեմատական դնել դժվար է ասել, որ ինչ կարգով։ Ամեն մեկ իրեն չափով աշխատել է, բայց հիմա մենք արդյունք ինչ որ բան տեսնում ենք այս պահին։ Շուտով ընտրություններ է, ում եք։ Դե ես չգիտեմ, առանձնապես ուրիշ վարչապետ չեմ տեսնում Փաշինյանից բացի։ Ինչու՞։ Դե ինչ լավ բաներ ասես անում է մարդը։ Այս վերջերը թոշակներն ավելացրեց, խաղաղություն բերեց։ Էլ ինչ ասեմ։ Մարդիկ ազատ ապրում են։ Քոչարյանը ասում է ինքը ավելի լավ էր բանակցում։ Քոչարյանի վաղ տանցել աղջիկ ջան։ Մի քիչ ճահելն էլ կարելի էր, բայց ծերացել արդեն։ Իսկ թոշակների ու անվճար բուժօգնության մասին ինչ կասեք։ Օ, դե вообще հրաշք։ Ես երկրորդ խմբի հաշմանդամ եմ, Սարանստանին օգտվում էի անվճար բուժօգնությունից։ Բայց հիմա ընդհանրապես բոլորն էլ օգտվում են։ Դրանից են կողմ ինչ ասեմ, այ բալանս, ամեն ինչ լավ է։ Նիկոլ Փաշինյանին։ Ում եք ընտրելու որպես վարչապետ։ Փաշինյանին ես կորոշեմ շատ ավելի լավ ձևով, որ մեր երկիրը լավ ապրի ու բարգավաճի։ Ով է ձեր վարչապետի թեկնածուն։ Դա իմաստական գաղտնիքն է։ Գաղտնիքը չեմ ասի։ Իսկ հակված եք իշխանությանը թե ընդդիմությանը։ Իշխանությանը։ Ինչու՞։ Որովհետև գոհ եմ ես իշխանությունից։ Որ հիմա խաղաղ է, ամեն ինչ խաղաղ է, չհավատամ։ Ինչքան ժամանակակրակոց չկա, ոչինչ չկա սահմանին, ամեն ինչը հաշտ ու խաղաղ է։ Հենց նոր դեղը վերցրեցի դեղատնից անվճար։ Ես կարգել ունեմ եւ դեղորայք եմ ընդունում շատ։ Ստացել եմ անվճար, ինչի գոհ չլինեմ։ Ներկայիս վարչապետին, որտեղ ինքը ամեն ինչ անում է երկրի համար։ Այն ինչ որ մենք ունենք հիմա սա որ ես ձերս հանգիստ գնում եմ, որ սահմանին իմ որդին կանգնած է հանգիստ, այդ իր շնորհիվ է։ Խաղաղությունը աղջիկան աշխարհի ամենալավ բանն է։ Խաղաղություն քարոզողին Աստված օրհնում է, անկախ ազգությունից, դիրքից, պաշտոնից։ Ով խաղաղություն է քարոզում, ով խաղաղություն է մաղթում, ով աշխատում է լինի աշխարհը խաղաղ, նա օրհնված մարդ է։ Թոշակներն լավ է, մեր երկրի համապատասխանալավ։ Ճիշտ է, քիչ է պակասություն կա, բայց էլի լավ է։ Գոհանանք դրանով, որ գողությունը դադարի, թոշակ կբարձրանա, որ ես աշխատեմ, խիղճս հանգիստ հարկմուծեմ, դու բարձր թոշակ կստանաս։ Դա պիտի լիներ ապագան, ես էլ պիտի դա անեի, աշխատեի մուծեի, այսօր բարձր կլներ։ Քանի որ ինչ որ արել են, գողացել են, թալանել են, այսօր դրա շնորհն է, որ պակաս է։ Դա մի օրում չի լինի, դրա համար ժամանակ է պետք։ Լավ լինելու համար սերնդափոխություն է պետք, դա 20-25 տարի է տևում։ Այսօր եկել եմ ես վարչապետ, վաղ դու ինձանից պահանջում ես, չի լինելու դա, որտեղ դա անհնար է։ Ժամանակ է պետք, որ ամբողջ ընտանիքում էլ ատենց, տունն էլ ատենց, որ դու քո ունեցած խնդիրները լուծես, հետո վերել կաչես։ Կամաց քո ունեցածը, քո ընտանիքը, քո երեխաներին տեղավորես, նույնն էլ պետությունն է։ Պիտի ունենաս համապատասխան միջոցները, չեմ կարծում, որ լինի նման համակարգ, որ անընդհատ տանի, ժողովրդին տվողել կա։
Այդ պետք է գտնենք դա, որը որ տալիս է ժողովրդին։ Ես առողջական խնդիր չունեմ, տենց որ գնամ парք, ասում մարդիկ կան գնացել են 1 միլիոնանոց վիրահատությունը անվճար արել են եկել են տուն։ Ես ճանաչում եմ իրան։ Ուրիշները չգիտեմ, այդ մարդն արել է։ Հիմա որ իմ թոշակս դարձնի 100,000, ես մեկ 1 միլիոն չեմ ունենալ, որ գնամ վճարովի հիմունքներով վիրահատություն կատարեմ։ Դա օրինակ եմ ասում։ Դա մեծ հավանականություն մեծ որ Փաշինյանը լինի, բայց դա կարող է ուրիշ լինի, չես կարող ասես։ Ում եք ընտրելու։ Ես մի քիչ քաղաքականություն ցերում արդեն եւ երևի չեմ մասնակցի դրից։ Հələ չեն կողմ որոշվում, որտեվ կարող է պատահի ով էլ լինի, վերջում իմ կարծիքը սխալ դուրս գա, դա համար չեմ ուզում ասել։ Չգիտեմ ճիշտ ասած, չեմ ուզում կոնկրետ ասել անուն։ Նիկոլ Փաշինյան, ուրիշ ոչ մեկի։ Նա եւ շատ է մտածում մեր երկրի համար, ամեն ինչ անում է առաջ հերթին խաղաղություն լինի։ Ու բարեփոխումները չեք տեսնում։ Միթե չի կարելի նկատել։ Նա կատարում է ու էս ոնց ասեմ, թալանված երկրից ուզում է ոտքի կանգնել աղջիկ ջան։ Ես ուրիշ մարդու չեմ տեսնում։ Ես հավատացած եմ, որ կամաց կբարձրանա։ Կբարձրանա, երկիրը ոտքի կկանգնի։ Մենք պետք է հասկանանք, մենք էլ փոխվենք։ Սա մեր էսի սուրբ երկիրը, սուրբ հողը։ Մենք ինքներս պետք է վերափոխվենք մեր հայրենիքի, մեր երկրի հանդեպ։ Ու նոր պահանջենք։ Ունի շատ սխալներ ունի, ես չեմ ասում, սխալներ չունի Նիկոլ Փաշինյան։ Այո, շատ ազատություն տվեց, որ հիմա ազժող չազժող բերանը բացում, ավել պակաս խոսում աղջիկ ջան։ Չի կարելի, վերջը սա երկրի ղեկավարն է։ Վառ օրինակը Ուկրաինայում Զելինսկին, որևէ մեկը մի բան ասել է 4 տարի պատերազմի մեջ համախմբվել են, իրանց երկիրն են պաշտպանում։ Մենք էլ պետք է այդպես անենք մեր երկիրը, որ դուք ապագա ունենաք։ Մենք ձեր զարդն ենք ջահելների։ Ես Աստծուց խնդրում եմ խաղաղություն առաջ երթին, առողջություն սեր, դրանք ամենահզոր այն գործոններն են, որ ապագայի մասին կարելի է մտածել։ Իսկ հավատում եք, որ խաղաղություն է երկրում։ Ինչի՞ չի կարելի հավատալ, ինչի՞ չէ։ Բոլորն էլ դուք կարծում եք, թե Ադրբեջանի ժողովուրդն էլ ուզում պատերազմ։ Չէ, բոլորն էլ ով ուզում իր երիտասարդ զավակը գնա զոհվի։ Ոչ մի մարդ չի ուզում։ Ոչ ոք։ Պատերազմը չարիք է, աղջիկ ջան։ Կորչի պատերազմ ու պատերազմ ստեղծողները։ Նիկոլ Փաշինյանին։ Ինչու։ Դե բարձ երևում է ինչու։ Նախնիները տեսանք ինչ արեցին մեր գլխին, բայց Նիկոլ Փաշինյանը խաղաղություն բերեց։ Ամեն դեպս ես ընտրելու եմ Նիկոլ Փաշինյանին։ Շատ ուրախալի երևույթ է։ Թոշակառուները անվճար օգտվում են բժշկական ծառայություններից, անվճար դեղեր են ստանում։ Դե բոլորը գիտեն, էլի չխորանամ ինչ են արել, 30 տարի ինչա տեղի ունեցել։